Այս պարագայում իմաստունի մանդատները պահել, օրինակ այս խորհրդարանում ինչ Ես ասում եմ, ես մանդատները վերանում, վերջանում, էլ բան մնաց։ Դա ոչ իրանց ուզած ձևով կանեն արտահերթը։ Ես միշտ ասել եմ, մանդատների վայր դնել իրանց օգտին ալնել, որտեղ իրանք իրանց ուզևով կանեն։ Հիմա վախենում են գնան արտահերթի, որտեղ մտածում են այդ 14 օրը լուրջ խնդիր է առաջանալ, վակուում առաջանալ։ Գործընթացը պարոն Ռուստամյան, որը նախաձեռնել են։ Իմպիչմենտի մասին ասել ենք, էլի հստակ բացատրել ենք։ Պարզ ասել ենք, որ անհրաժեշտ եւ բավարար պայմաններ չկան։ Հիմա սրանք բոլորը նպաստելու են իդեպ։ Այս ամեն ինչը ժողովրդի մեջ լուրջ մարդիկ կան, որոնք վեր են լուծում, հասկանում են, որ սրանցից օր առաջ ազատվելը թող խորհրդարանն ամբողջությամբ փոխեն, ես խնդիր չունեմ, բայց իսկապես խորհրդարանը փոխելը անհրաժեշտություն է։ Այսա եթե բոլորը կհասկանան, այս ձևի խորհրդարանն այլևս վտանգ է մեր համար, այո պետք է գնան ավելի կոնկրետ քայլերի։ Ժողովուրդը կակտիվանա, իմպիչմենտը հնարավոր կդառնա։ Անա Ռուստամյան, ամեն դեպքում ինչ է կարծում Լևոն Քոչարյանը պետք է հանրությունից Հայաստան խմբակցության կին պատգամավորներից գոնե ներողություն խնդրի թե ոչ։ Ասма огласите весь список, пожалуйста։ Ամբողջ ցանկը, երբ որ կլինի, այդ ժամանակ կասենք փաթեթով, այո, ով ինչ ասել է, թող վերկենա իր ասած համար բան տա։ Չէ, դուք մենակ մենք տանք, էլի նորից, հա, այդանք հայո են, մենք մեղր բաժանենք։ Այդ բարձելա, դες բան չի կարելի։ Հիմա լավ Արսեն Թորոսյանի հայոյանքից հարցնեմ ձեզ, որ իրեն պաշտպանեք։ Ձեր թիմա Չէ, հայոյանքից չի, ոչ մի հայոյանք էլ չեն պաշտպանում։ Բայց էլ եմ կրկնում, ձեզ պարզ տրամաբանություն եմ ասում։ Ուր էլ գնաք այդ տրամաբանությունն աշխատում է։ Քամի ցանողը փոթորիկա հնձում, բախ չի, այդ ես չեմ ասել, աստվածաշնչում է։ Փոթորիկը թող քամի ցանողը ներողություն խնդրի։ Այսինքն Լևոն Քոչարյանը ներողություն չի խնդրի 280.000 էր քվեց այն 280.000 ընտրություններին 21 Իսկ ինչ ասել, ասել է ով որ այսպես կասի, ես հայո լավ չէ, չպետք է հայո էր, ճիշտ չի, ինչ եմ կրկնում, ես հայոյեցի։ Միջև չէին դեղվում, ես էդ էլ է զարմանալի, չէ՞։ Հիմի չէին նեղվում, թակարակը մեծ գովեստ էր իրանց համար թուրք բառին արժանանալը։ Հիմա չգիտես չի, ով որ մեզ թուրք կասի ես, գնացեք նա դուք իրար մեջ ճշտեք։ Այո, հային որ թուրք ես ասում նեղվում է, բայց թուրքի որ թուրք ես ասում չի նեղվում։ Իսկ այսօր ինչ նիստին չմասնակցեցիք, որովհետև դա մեկնաբանվում է, որ վախեցան չեկան։ Մա ես եկել եմ, հիմա վախեցել է, չէի գալ, եկել եմ։ Որը որ կարելի է լալ նիստի տարբերություն։ Հիմա քիչ են շատ են, ինչքան կան, այդքան էլ եկել են, ինչ կապ ունի։ Վախեցողը լենք, էսը չէի գա։ Որը կարևորը դրան գալիս են կանկապետ իրանց բանին գայք ինչ մասնակցին։ Պարոն Ռուստամյան, Վահագն Ալեքսանյանն ասում է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը վախենում է այստեղ գալ եւ ասում է սարսափ խոսք ասում։ Ռոբերտ Քոչարյանը պատգամավոր չի, ինչ կերպասը։ Ռոբերտ Քոչարյանը որտե պատգամավոր է։ Դե հիմա դրել է, անցալ կատարելով նախ դուք եք ասում մեր մանդատները վաճառել, հիմա բոլորին հարցն է բան դարել, մարդը երևի զգում էր, որ տես բան կարելի։